Հարկներդեհին Երեկվա եթերը բուրըն քննարկման առարկա դառավ թե Facebook-յան ալիքով, թե իմ YouTube-յան Սարդարապատ կոչվող հեռուստա ալիքով։ Նաև իմ մասնավոր, ասենք, հանդիպումների ժամանակ տարատեսակ կարծիքներ, մոտեցումներ կային։ Բայց այսպես արտառոցը դա YouTube-յան իմ Սարդարապատ ալիքին տված մեկնաբանություններն էին, տարատեսակ, սկսած իմ անձի հետ կապված, իմ արտաբերած մտքերի եւ մեր քաղաքական թիմի գործունեության հետ կապված, որ ես ստիպված եմ որոշ մեկնաբանություններ անել եւ նաեւ լուսաբանել։ Ասեմ, որ ես գրանտներ չեմ ստանում, ես գրանտակեր չեմ, մեկը նշել էր, որ հերթական գրանտակերն է, ես որևիցե կառույց արևմտյան ինձ չի ֆինանսավորում։ Ես Նիկոլի Եվրոպամետ սազանդարներից չեմ, դուք լավ գիտեք, որ Եվրոպամետ այդ սազանդարները դրանք շատ են, արևմուտքից ֆինանսական աջակցություն են ստանում, որտեղ իրենք հասարակական կազմակերպություններ են բացել, բայց աջակցում են Նիկոլին, բայց իրականում արդեն արևմուտքն էլ է հասկացել, աջակցել Նիկոլին նշանակում է աջակցել Պուտինին, երևի այս վերջերս Արամ Սարգսյանը ասում էր, որ այդ գրանտները պակասել են, մարդիկ հացի խնդիր ունեն արդեն, ինքը չէ, դե ինքը հանքակեր է, բայց իր կատեգորիայի մարդիկ ինքն էլ է զբաղվում Նիկոլի աջակցությամբ։ Արևմուտքը երևի հասկացել է, որ դրանց ֆինանսավորելով աջակցում է Պուտինի քարոզչա մեքենային Հայաստանում։ Ասեմ, ես մեծ հաճույքով, եթե որից մեկը կֆինանսավորի, ես մեծ հաճույքով ընդունեմ այդ ֆինանսավորման աղբյուրը, չեմ հրաժարվի, բայց չկա։ Ասեմ, ես բլոգեր չեմ, ես նաև այդ մեթոդով փող չեմ աշխատում, ինձ որից մեկը չի վճարում։ Ես ուղղակի որպես Սասնածռեր համայնքական շարժման անդամ եւ ազգային ժողովրդական բևեռի անդամ, ես իմ վրա պարտավորություն եմ վերցրել հայ հանրությանը տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Անվճար։ Եւ երեք կային մարդիկ, ովքեր մեր հանրության շրջանում տարածված է, չէ՞, եթե դու ռուսին դեմ ես, այսպեսի հասկացողություն կա, դա հիմնական Քոչարյանն է մտցրել ժողովրդի գլուխը, Սերժը։ Եթե դու ռուսին դեմ ես, ուրեմն դու թրքա հպատակ ես։ Այդ մարդիկ ժողովրդին համոզել են, որ աշխարհում ռուսից ու թուրքից բացի այլ ազգ, ժողովուրդ, պետություն չկա։ Եթե ինչ-որ մեկը ռուսին դեմ է, ուրեմն դա թուրքական լրտես է կամ բան է։ Հասկանում եք, ժողովրդի մեջ այնպես են արել, որ դե Թուրքիա ադելությունը մեր բոլորիս Թուրքի հանդեպ ադելությունը բացառություն Նիկոլի կամ ԿՊ-ի շատ մեծ է, որովհետև իրենք ցեղասպան են։ Ու այդ արդից Քոչարյաններն ասում են, եթե սա ռուսին դեմ է, ուրեմն թրքամ հպատակ է, այսինքն իրանց համար ոչ Ֆրանսիա կա, ոչ Ամերիկա կա, ոչ մեկը, ոչ մյուսը։ Հենց սա է խնդիրը, որ ես ուզում եմ ժողովրդին լուսաբանել, որպեսզի նրանք հասկանան, որ դա այդպես չի։ Եվ այնպես են ներկայացնում, որ իբր մենք արևմտամետ էինք կամ ռուսին նեղացրինք, ռուսը մեզանից երես թեքեց։ Սիրելի հանրություն, մենք երբևէ ռուսական ինքնաթիռ խոցել ենք։ Մենք երբևէ ռուսական ուղղաթիռ խոցել ենք։ Մենք երբևէ ռուսական դեսպան սպանել ենք։ Չեն կարել, չէ՞։ Թուրքերը այս վերջի 11-ում արեցին։ Ռուսական ինքնաթիռեր խոցեցին ռազմական ուղղաթիռեր, այն որ իբր գալիս են 44-օրյա պատերազմ կասեցնելու։ Խփեցին, չէ՞ թուրքերը։ Դեսպանին բեմի վրա խփեցին հենց Թուրքիայում ռուս դեսպանին։ Այդ ինչի են այդ ռուսները թուրքերին այդքան սիրում, այդքան երևույթներից հետո։ Իսկ մենք ինչ էինք անում։ Արցախը ռուսները շրջափակած պահում էին, հələ Արայքի ազգանը ոնց էր, որ Արցախի նախագահ էր կոչում։ Հարությունյան էր վայթե, չէ՞։ Այն որ հիմի Ալիևի զնդանում է։ Գնացել էր Եվրոպա, ասում էր ռուսին, խաղապայ մանդատ տվեք։ Այն որ պետք է Արցախը հայաթափեր տար ադրբեջանցուն, մենք էլի գնացել ենք, ասում ենք, այս մարդկանց օրինականացրեք այս մարդկանց հանցանքը։ Ոնց որ գնաց գինեկոլոգի մոտ, մի հատ հանրահայտ մարմնավաճառի տանես, ասես սրան կույսի փաստաթուղթ տուր։ Մենք անգամ այդ կարգի նվիրված էինք։ Մենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնքան մարշալ ու գեներալ ենք տվել, որ ասենք հետնել դուք պատկերացնում եք, ասենք ամբողջ Կովկասում այդ մարշալ բան ոչ մեկ չի ունեցել, մենակ մենք ենք ունեցել։ Հետնել 4 մարշալ, 5 մարշալ, խորհրդային 5 մարշալ ենք ունեցել։ Ռուսին ենք տվել, չէ՞, բոլորը ծառայել են խորհրդային միությանը։ Եվ ինչ արեցին։ Ոչ մի բան, Արցախ ձեռներից խլած պահեցին, Նախիջևան հայաթափեցին։ Մենք երբ որ իրենք խառն էին 90-ականներին, մենք նորից Արցախը հետ բերեցինք, հենց ուշքի եկան նորից վերցին տվին Թուրքին, որովհետև Ուկրաինա մտան, ձախողվեցին։
Հիմա դուք տեսնում եք մենք ի հակառակ թուրքերի ինչքան լավ բան են կարել ռուսների համար, անգամ այդ որ Արայիկը գնում էր ասում էր ռուսը, չխնայեցին։ Վզից բռնին տվին Ալիևին։ Կամ այդ թաթար ռուբոն այդ ազգանունը մոռացել եմ ռուբոյի, որ հիմա այն որ Պուտինի կասիրներ է, որ Պուտինի համար կյանք էր դրել, փող էր աշխատել, փողեր էր լվանում։ Այդ մարդը ուսկի չխնայեց Պուտինը, վերցրեց տվեց Ալիևին։ Մի մարդ որ գնում է երկու ծնգով իջնում է Ալիևների գերեզմանին, դուք այդ մարդու հետ ո՞նց եք հույս կապում։ Խոսքս Պուտինին է վերաբերում, կամ Քոչարյանների հետ ո՞նց եք հույս կապում։ Չեք տեսնում որ մեզ տանում են գերության, տանում են ոչնչացման ռուսի հետ։ Էլ Նիկոլի մասին չխոսեմ։ Իմիջայլոց, հա, ես մի 2 տարի առաջ էր Մացունի հանրահայտ անեկդոտը երբ որ պատմեցի, որտեղ ես նկարագրում եմ, թե ինչպես է Պուտինը Նիկոլին տալիս Էրդողանին, այսինքն Հայաստանը փոխանցելու գործ այդ արխու վաճառքը որ արել էին 44-օրյա պատերազմից հետո, ես ուղղակի այդ Մացունի անեկդոտ նկարագրում եմ, թե Պուտինը ոնց է Նիկոլին տալիս Էրդողանին, ասում է եղբայր, եթե ուզում ես Հայաստանը տիրանաս, այս գործիքի միջոցով պետք է տիրանաս։ Դուք տեսնեք այդ առաջ օրերին ինչպեսի արձագանք կար, ինչպեսի քննադատություն կար, ինչ ես ասում մեր Նիկոլը բան։ Բայց այնտեղ մեկը գրել էր, որ եղբայր քեզ կհասկանան մի քանի տարի հետո։ Հիմա ռուսի արարքը ձեզ, ասենք, այն որ ակնայում, որ թուրքերը աղդամ են ասում։ Ակնայում ովքեր էին բացել դիտարկման կենտրոն, մի հատ հիշենք էլի։ Ռուսը, թուրքը, ադրբեջանցին։ Հիշում եք Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները Հայաստանի քարտեզով տորտը դանակը վրեն դրած, որ պետք է կիսեն իրար մեջ։ Ասենք, այսքան բանը որ ասում ենք, ինչ եք դուք, ասենք, հենց որ ասում եմ ռուսը, այսքան բան, անմիջապես ինչ որ մեկ գրում, սա թուրքական լրտես է։ Ինչի ժորդ։ Ասում եք, եթե դու Ռուսաստանին դեմ ես, ուրեմն նատոյական ես։ Եթե նատոյական ես, ուրեմն Թուրքիան նատո է, դու ուրեմն թուրքահպատակ ես։ Հələ տեսեք ոնց են պատդում։ Ֆրանսիան էլ է նատո։ Թուրքիայի ողերին թշնամին է, հետո։ Բավար Թուրքիան նատո է։ Պուտինը ինչի է Թուրքիային բերել Արցախում, ակնայում այդ դիտարկման կենտրոնին մասնակից դարձրել։ Ինչ գործ ունի ՆԱՏՕ-ի թշնամի Ռուսաստանը, ՆԱՏՕ-ի Թուրքիայի հետ, այդտեղ ինչ գործ ունի, ինչի համար էր կանչել։ Ասեք, ձեզ հարց տալիս եք, հասկանում եք, ինչից եք խոսում։ Ես նորից եմ ասում, ուրեմն մեր բոլոր դժբախտությունը գալիս է նրանից, որ մենք մեր թշնամուն չենք ճանաչում։ Կամ այնքան ենք վախենում, որ ասում ենք թշնամիների մեջ ավելի լավ է ռուսը լինի։ Բարեկամներին թողած, ովքեր այսօր եվրոպական դիտորդները եթե Սյունիքում չլինեին, մենք ոչ բանակ կունենայինք, ոչ պետություն։ Ասում են, եկել են, որ Սյունիքը հանձն է։ Բա ինչի զինվոր չի, հայ զինվոր չի զոհվում, ինչ եկել են։ Հանձնողներն ինչի չեն հանձնում։ Ասենք, որքան կարելի է, ասենք, բանը տեսնել, այլ բան ներկայացնել։ Եվ վերջում ասեմ, այս 300 տարի է, ռուսները նույն բանն են մեր գլխին անում։ Աշխարհում կան ժողովուրդներ, օրինակ քրդերը, երբեք պետություն չեն ունեցել, նրանց քանակը այս վերջի 100 տարվա մեջ կրկնապատկվել, եռապատկվել է։ Մենք ունենալով պետություն, մեր քանակը գնալով պակասում է։ 300 տարի ռուսի լծի տակ ենք մնացել։ Մինչև ռուսի գալը մենք աճում էինք, մեր քանակը շատ էր։ Օսմանյան կայսրության տարածքում հայերը աճում էին եւ լուրջ դիրք էին զբաղեցնում։ Պաշտոններ, Թուրքիայի շարժիչ ուժն էինք։ Հենց ռուսներն եկան այս տարածաշրջան, մեր ապրելու գոտիները վերացան։ Այնքան վերացան, որ արդեն, ասենք, մի փոքրիկ հողակտորի վրա 2 միլիոն մարդ է մնում, ապրում։ Ոնց ինում աշխարհի բոլոր ժողովուրդները աճում են թվականակով, թվապես։ Մենք ունենալով ռուս բարեկամ, մեր թիվը միշտ նվազում է։ Համ սպանվում ենք, պատերազմների ժամանակ հալածվում ենք, 300,000 վրա երկրորդ համաշխարհային ռուսները տարան կոտորեցին։ Արցախում կոտորեցին։ Ժողովրդի կեսը երկիրը լքեց։ Բայց քրդերը պատերազմների մեջ Թուրքիայում ավելանում են, աճում են։ Հասկանում եք, սա քաղաքականություն է։ Աչքներդ բացեք։ Մնաք խաղաղությամբ։ Ռուսի թշնամի լինել, չնշագում լինել Թուրքիային կողմ։ Ընդհակառակը ռուսի թշնամին դա նաև Թուրքիայի թշնամին է։ Ստեսություն։